Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Գաստրոթայմն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այսօր կխոսենք փորկապության մասին։ Մարդիկ վստահ են, որ սննդակարգը լավացնելուց հետո ամեն ինչ կկարգավորվի, բայց կան իրավիճակներ, երբ սննդակարգի լավացումը ոչ մի դեր չի խաղում փորկապության վերացման մեջ, եւ մարդը կարող է տարիներ շարունակ ամեն ինչ ճիշտ անել եւ ոչ մի արդյունք չունենալ։ Առավել հաճախ այս ամենը կատարվում է 3 պատճառներով, որոնք շատ հաճախ մարդիկ թերագնահատում են։ Առաջին պատճառը, երբ մարդու մոտ աստիճանաբար սկսում է վերանալ առավոտյան նորմալ աղիքից եկող ազդակները, այսպես ասած, աղիքը դատարկելու կանչերը։ Սովորաբար այս ամենը սկսվում է աննկատ։ Սկզբում չհասցրեց, հետո զսպեց, հետո էլի զսպեց եւ մի քանի ամիս հետո աղիքը սկսում է էլ ոչ մի ազդակ չարտաբերել։ Եվ այստեղ սննդակարգը լավացնելը ոչ մի էական ազդեցություն չի գործի, քանի որ խնդիրը աղիքի պարունակության մեջ չէ, այլ ռեֆլեկտոր մեխանիզմը այլևս չի աշխատում։ Երկրորդ պատմությունը դեղորայքի եւ որոշ իրավիճակների ազդեցությունն է աղիքի վրա։ Որոշակի ցավազրկողներ, հորմոնալ պրեպարատները, երկաթի պրեպարատները, անտիդեպրեսանտները, միզամուղները, որոնք կարող են վերացնել աղիքից եկող ազդակները, կանչերը եւ պնդացնել կղանքը։ Նույն կերպ կատարվում է նաեւ հղիության, հիպոթիրոզի, շաքարային դիաբետի, խրոնիկ ստրեսի ժամանակ։ Եվ այս պարագայում նույնպես մարդը սկսում է ավելացնել բջջանյութի քանակը, խմել ավելի շատ ջուր, սակայն սնունդը ի վիճակի չէ կոմպենսացնել այն, ինչը աշխատում է աղիքի ֆիզիոլոգիայի դեմ։ Եվ երրորդ պատմությունը ուղղակի սննդի ավելի քիչ ծավալի ընդունումն է, երբ մարդը սկսում է ավելի քիչ սնվել, հանում է ռացիոնից սննդամթերքի կեսը, խուսափելով ավելորդ փքվածության, ծանրության զգացողությունից եւ աղիքին ոչինչ չի մնում ձևավորելու համար։ Բջջանյութի ավելացումը սննդի քիչ ծավալների պարագայում միայն կարող է խորացնել փքվածության զգացողությունը։ Բջջանյութը պետք է կապի ջուրը եւ ավելացնի կղանքի ծավալը, բայց սննդի զանգվածային մասի քիչ լինելու պարագայում այս process-ը չի կարող կատարվել։ Փորձերը այս իրավիճակը շտկելու, ավելի շատ բջջանյութ ուտելու կամ ավելի շատ հեղուկ խմելու միայն վատթարացնում են իրավիճակը։ Մարդը սկսում է ավելի շատ գումար ծախսել տարբեր հավելումների, տարբեր բնական միջոցների վրա, սակայն այս ամենը ավելի է խորացնում վիճակը, արդյունքում կորում են տարիներ եւ զարգանում է տարիների ընթացքում խրոնիկ փորկապություն, արդեն ճիգերի գործադրմամբ, ցավոտ կղազատմամբ, ճաքերի առաջացմամբ եւ կղազատման վախով։ Արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ օրգանիզմը այլևս ոչինչի չի արձագանքում։ Սակայն փորկապությունը միայն կղանքի բացակայությունը չէ, այն վիճակ է, որը կարող է ունենալ մի շարք պատճառներ։ Ճիշտ մոտեցումը բժշկի սկսվում է ախտորոշումից։ Մենք պետք է պարզենք, թե ինչքան ժամանակ է առկա փորկապությունը, ինչ դեղորայք է օգտագործում պացիենտը, ինչ կոնսիստենցիա եւ ձև ունի կղանքը, արդյոք առկա է ժառանգական նախատրամադրվածություն, արդյոք ուշադիր է աղիքից եկող ազդակներին, թե ոչ։ Բժիշկը պետք է փնտրի այն տրամաբանական կապը, թե որտեղ է խաթարված տրանզիտի ճանապարհը։ Եվ այո, փորկապության պատճառը երբեմն սննդի մեջ չէ, այն պարզելու համար պետք է ճիշտ եւ գրագետ ախտորոշում։ Ինչ հստակ չի կարելի անել նման իրավիճակում։ Անսահմանորեն ավելացնել բջջանյութի քանակը ռացիոնում։ Խմել շատ ջուր, չուզենալով եւ հուսալով, որ կլավանա կղազատումը։ Խմել տարբեր պրոբիոտիկներ, փորձել տարբեր ժողովրդական միջոցներ եւ սպասել, որ օրգանիզմը ինքնուրույն կկարգավորի այս իրավիճակը։ Այս ամենի պատճառը եւ բուժման ուղիները հասկանալու համար հետևեք իմ Instagram-յան էջին եւ Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք Գաստրոթայմի հետագա հաղորդումները։ Առողջ եղեք եւ իրազեկ։